Ոչ ֆորմալ հանդիպում վարչապետի հետ, տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկվել են տնտեսության խթանմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցեր։ Հայաստանի համար տնտեսության ամենակարևոր բաղադրիչը, որը պետք է զարգացնել, այդ կապիտալի շուկան է։ Երբ որ մարդը ունի ավել 10,000 դրամ փող, ինք կարողանա ներդրում անել այդ 10,000 դրամով։ Ֆինանսական մասով մենք պետք է հետևյալ խնդիրը լուծենք, որ մարդը ունի 100,000 դրամ ավել փող, ինքը իմանա, որ ինքը կարող է, ասենք, գնալ օրինակ ինչ, հեծի բաժնետոմս գնել, ԶՊՄԿ-ի բաժնետոմս գնել, որևէ ուրիշ բանի բաժնետոմս գնել, եւ դա ամենակարևոր ուղղությունն է, որ մենք պետք է կամ ստարտափում ներդրում անել։ Երկրի ղեկավարը նկատում է, 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Սա աներևակայելի մի բան է, եւ բայց այդ 50% տնտեսական աճը ապահովելու համար մեզ պետք է նոր գործիքներ։ Ես դա միշտ իմ համեմատությունը հրթիռի հետ է, իմ սիրած ալեգորիան է, երբ որ կա մի քանի աստիճանանոց հրթիռներ կան եւ հրթիռները դիեզերական, հենց այդպեսին են։ Այսինքն առաջի աստիճանի շարժիչները բարձրացնում հասնում են մի կետ, հետո այդ շարժիչները, որտեղ վառելիքը սպառվում է, որպես բալաստ անջատվում է եւ երկրորդ աստիճանի շարժիչն է միանում։ Հիմա մեր տնտեսության համար երկրորդ աստիճանի շարժիչի կարևոր էլեմենտներից մեկը կապիտալի շուկան է եւ մենք կենտրոնացած ենք այդ խնդրի վրա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի ռազմավարություններում արձանագրված է համոզմունք, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է եւ ամբողջ կրթական համակարգի իմաստը եւ նպատակը պետք է լինի այդ տաղանդը բացահայտելը եւ զարգացնելը։ Կարող է ինքը սպորտի տաղանդ է, մյուսը կարող է մաթեմատիկայի տաղանդ է, երրորդը արվեստի տաղանդ է եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք պետք է հասկանանք ընդհանրապես դպրոց ասելով ինչ նկատի ունենք։ Հիմա այս վերջերս ամենաշատը ինձ հուզող հարցը, ես ասում եմ, մենք ոնց ենք դպրոց անվանում այն շենքը, որտեղ մարզադահլիճ չկա։ Դա դպրոց չի։ Դա ուղղակի շենք է, որտեղ երեխեքը դաս են անում դպրոցի բացակայության պատճառով։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև գյուղերում առկա խնդիրներին։ Մենք տեղեր կա, որ շատ մեծ երբեմն անհամաչափ ներդրումներ ենք անում, նույնը, տեսեք, մենք այս վերջերս ուրիշ բան տեղի ունեցավ, երբ որ Վայոց-Ձորի մարզի Գոմ գյուղը, որը գտնվում է Սարի վրա, գնացինք եւ այնտեղ մենք դպրոցի բացում արեցինք։ Դպրոցի բացում արեցինք եւ պարզվեց, որ ու էլի տեղեր կա, բացում արեցինք, պարզվեց, որ այնտեղ բավարար թվով աշակերտներ չկան։ Եվ էլի էտել հաջորդ, բայց մի րոպե մենք ճիշտ ենք արել, այս փողը բերել ենք, դրել ենք ստեղ։ Եթե այդ դիտանկյունից այդ իմիջիայլոց շատ հնարավոր է, որ մեր պլանավորման թերության պատճառով է, որ մենք տարել ենք այնտեղ 800 միլիոն ենք ծախսել եւ կառուցել ենք 140 աշակերտ կարողությամբ դպրոց, որտեղ կա ընդամենը 30 աշակերտ։ Եվ գյուղն էլ ընդհանրապես վերջին 40 տարում ոչ մի նոր տուն չի կառուցվել։ Բայց մյուս կողմից սա մեզ դրեց իրավիճակի մեջ, ասցինք ինչ անենք բա։ Եկանք այն եզրակացության, որ 16 միլիոնի ծրագիրը, որ մենք սահմանամերձ գյուղերի համար անում ենք, մենք այդ 16 միլիոն ծրագրով քվոտա բացեցինք Գոմք գյուղում, ընդ որում մենք ասցինք 3 կամ 4-5 տուն քվոտա մասնագիտությամբ ուսուցիչ, որպեսզի դպրոցում ուսուցիչ լինի, մենք հիմա ինչ ենք անում, կառուցում ենք դպրոց, հետո կառուցում ենք ճանապարհը, եթե աշակերտ տարածքում չկա բավարար թվով 16 միլիոնի ծրագիրը բացում ենք, ասում ենք ով որ ուզում է, պետությունը ֆինանսավորում է, գնացեք տուն կառուցեք եւ ապրեք այդտեղ։ Այժմ շարունակում է վարչապետը, կառավարությունը այնպիսի քաղաքականություն է վարում, որ գյուղում ապրելն ու գործելը հնարավոր դառնա։ Մենք 2018 թվից որտեղել ենք, որ ինտերնետի հասանելիությունը դարձնենք մաքսիմալ բոլոր հնարավոր տեղերում, եւ հիմա այդ լուծումը շատ ավելի լավ եւ շատ ավելի անսպասելի ձևով ունեցանք, երբ որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում բացվեց, ես հույս ունեմ շուտով Amazon-ին էլ կբացվի եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ օրինակ, որ IT ոլորտի զարգացման այդ հաջորդ ֆազայի համար գյուղական ենթակառուցվածքների զարգացումը կարող է շատ թեռանկարային լինի։ Հիմա տեսեք, բարձր մակարդակի ճանապարհ, ինտերնետ, ենթակառուցված որոշակի սրճարան, միջավայր եւ այլն, կարող է պարզվի այդտեղ գյուղերում կարան ձևավորվեն կլաստերներ։ Դպրոցներից հետո հաջորդ քայլը ճանապարհներն են։
իմ ամենակարևոր բաներից մեկն է նա, որ մենք այսօր Հայաստանի Հանրապետության գյուղերում հայտնվում են փողոցներ այն իմաստով, որ մենք միլիարդներ ենք ծախսում, իհարկե սուբվենցիոն ծրագրերով, միլիարդներ ենք ծախսում, որպեսզի սալարկենք փողոցներ, հետո որովհետև լույսի հետ ինչ կապ ունի, որովհետև եթե փողոցը սալարկած չի, ասենք այդ ցեխի փողոցին չես տանի LED լամպեր դնես, որովհետև դա անտրամաբանական է։ Այսինքն այդ լուսավորությունը նշանակում է, որ նաև փողոց է հայտնվել այդտեղ։ Այդ փողոց հայտնվելը նշանակում է, որ մարդը կարա տնից դուրս գա, ես իմ մանկական տպավորությունների իմ մայրական գյուղը Հաղարծին գյուղն է, Դիլիջանի, հայրական կողմի գյուղը Ենոքավան գյուղն է, իմ մանկական տպավորությունները, որ ես շատ սիրում եմ եւ դա ինձ համար ուրախալի փաստ է, որ տնից դուրս գալու համար գյուղում պետք է ռեզինի բաներ, ռեզինի սապոգներ, իհարկե եթե եղանակը մի քիչ անձրևային է։ Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին, հնչել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն կառավարությունում։ Երկրի ղեկավարն առաջարկել է աշխատանքային քննարկումներին ներգրավել նաև նախաձեռնություններով հանդես եկած մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։ Էմմա Վարդանյան, լուրեր։